Ողջույն, այսօր կիմանանք, թե ինչպես կարող է անհատը դիմել մասնակցային բյուջետավորման ծրագրին, ինչպիսի ծրագրեր կարող է իրականացնել և թե ինչպես է իրականանում ընտրելու գործընթացը։ Նախ հասկանանք, թե ինչ է մասնակցային բյուջետավորումը։ Մասնակցային բյուջետավորումը քաղաքացիական մասնակցության մեթոդ է, որի միջոցով քաղաքացիները կարող են առաջարկել և որոշել համայնքային բյուջեի բաշխումը համայնքի կարիքների համար։ Այս գործընթացում քաղաքացիներն ունեն հնարավորություն ներկայացնելու իրենց գաղափարները, որոնք կարող են բարելավել համայնքի բարեկեցությունը։ Հասկանանք, թե ինչպես կարող է անհատը դիմել մասնակցային բյուջետավորման ծրագրին։ Նրանք կարող են ներկայացնել իրենց ծրագրերը ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով, որոնք կլուծեն համայնքային խնդիրներ։ Ծրագրերը պետք է ներկայացվեն համապատասխան դիմումներով, նշելով ծրագրի նկարագիրը, ֆինանսական գնահատումը և անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը։ Խումբը պետք է ծանոթանա ծրագրի կանոններին, բյուջեի չափին և առաջնահերթություններին։ Ներկայացված ծրագրերը անցնում են գնահատման փուլ, որտեղ մասնագետները գնահատում են դրանց կայունությունը, արդյունավետությունը և հնարավոր ազդեցությունը։ Այս փուլից հետո սկսվում է ընտրության գործընթացը։ Քաղաքացիները կարող են քվեարկել իրենց նախընտրած ծրագրերի օգտին։ Ընտրությունները կարող են լինել բաց կամ գաղտնի քվեարկությամբ, բացահայտելով այն ծրագրերը, որոնք ըստ քաղաքացիների պետք է իրականացվեն համայնքում։ Ինչպիսի ծրագրեր կարող են իրականացվել։ Մասնակցային բյուջետավորման շրջանակներում ներկայացվող ծրագրերը կարող են ներառել տարբեր նախագծեր՝ քաղաքային ենթակառուցվածքների բարելավում, կայանատեղիներ, փողոցների լուսավորություն, տրանսպորտի կանգառներ, կանաչապատում և բնապահպանություն, այգիներ, ծառատունք, թափոնների կառավարման նախագծեր, հասարակական տարածքների զարգացում, սպորտային և մանկական խաղահրապարակներ, մշակութային կենտրոններ, կրթական և սոցիալական ծրագրեր, դպրոցների և գրադարանների արդիականացում, համայնքային կրթական նախաձեռնություններ։ Եվ հասկանանք, թե ինչպես է իրականանում ընտրելու գործընթացը։ Քվեարկությունից հետո հաղթող ծրագրերը ներառվում են համայնքի բյուջեում և ստանում ֆինանսավորում։ Դրանից հետո սկսվում է ծրագրերի իրականացման փուլը համայնքի ղեկավարության կամ ծրագրի հեղինակների կողմից։ Այսպիսով, մասնակցային բյուջետավորումը մի նոր մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել համայնքի զարգացման և բարելավման գործընթացներին։